Աբխազական երկաթուղու հնարավոր վերագործարկումը հակասում է Վրաստանի դաշնակից Ադրբեջանի շահերին։ Երեկ երեկոյան Ռուսթավի 2 հեռուստաընկերության ուղիղ եթերում նման կարծիք հայտնեց Նյու Յորքում գտնվող նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին։ Գործող իշխանությունները պարզապես սեպ են խրում Վրաստանի եւ Ադրբեջանի միջև, քանի որ աբխազական երկաթուղու վերաբացումը կնշանակի, որ մենք Ադրբեջանին ուղղակի շրջափակման ենք ենթարկում, իսկ Ադրբեջանը տարածաշրջանում մեր գլխավոր դաշնակիցն է, հայտարարում էր Սաակաշվիլին։ Հիշեցնեմ, աբխազական երկաթուղու վերաբացման շուրջ քննարկումները Վրաստանում թեժացան Վլադիմիր Պուտինի երկուշաբթի օրը Սոչիում ռուս-աբխազական համաձայնագրի ստորագրումից հետո արված հայտարարությունից հետո։ Բոլոր գործընկերների համաձայնության դեպքում հնարավոր ենք համարում քննարկել եւ իրականացնել այնպիսի մի ծրագիր, օրինակ, ինչպիսին է Սուխումի Թբիլիսի մինչեւ Հայաստան եւ մյուս կողմից Ռուսաստան տարանցիկ երկաթուղային միջանցքի բացումը, հայտարարում էր Պուտինը։ С одной стороны на Армению, с другой стороны Россию. Ավելի վաղ Կավկասի ուզելին տված հարցազրույցում Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջին բաներ հայտարարել, թե պաշտոնական Սուխումն այս հարցում որևէ առարկություն չունի, իսկ Վլադիմիր Պուտինի խորհրդական Վլադիսլավ Սուրկովը Կոմերսանտին տված հարցազրույցում պնդում էր, թե պաշտոնական Թբիլիսին երբեք դեմ չի եղել աբխազական երկաթուղու վերագործարկմանը։ Այսօր սակայն Սոչիում հնչած հայտարարություններից 2 օր անց Վրաստանի իշխանական շրջանակներից հնչող արձագանքները բավական իրարամերժ են։ Ռուսաստանի հետ հարաբերությունների գծով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն ԻՄԵԴ-ի հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշում էր. Մենք այդ հարցը կքննարկենք, եթե դա նպաստի աբխազական խնդրի լուծմանը, եթե դա տեղի ունենա Վրաստանի տարածքային ամբողջականության պահպանման շրջանակներում, մեր երկրի ինքնիշխանության նկատմամբ հարգանք ցուցաբերելով։ Վրաստանի արտգործնախարար Թամար Բերուչաշվիլիի խոսքով էլ երկաթուղու վերականգնման հարցով որևէ բանակցություն այս պահին չի ընթանում։ Ցանկացած ենթակառուցվածքային ծրագիր կքննարկվի միայն մի դեպքում, եթե դա համապատասխանում է Վրաստանի ազգային շահերին։